մի հանելուկ, որը ես այս վերջերս ինձ համար արձանագրեցի եւ ունեմ դրա լուծման իմ պատկերացումը կամ հանելուկի լուծման, որովհետեւ երբ որ մենք համընդհանուր հայտարարական համակարգ ներդրում էինք, պարզեր որ մեզ պետքա լինելու 400-500 հազար նույնականացման քարտ։ Բայց 2025 թվականի հունվարի դրությամբ մեր նույնականացման քարտերի թողունակությունը ամիսը ինչքան, ամիսը մի 10,000, այսինքն որ մենք ակնհայտ է հունվարի 1-ի դրությամբ գիտենք որ եւս 400,000 մարդ պետքա նույնականացման քարտ ունենա եւ որպեսզի համընդհանուր հայտարարագիր լրացնի, բայց մենք ունենք ամիսը 10,000 նույնականացման քարտի թողարկման հնարավորություն։ Եվ ես էլ դրա մասին իմանում եմ բնականաբար ուշ եւ ես մտածում եմ ասում եմ լավ ոնց կարա որ դեպքում կարա պատահի sense որ մենք որոշում ենք կայացնում որ 400,000 մարդ պետքա ունենա նույնականացման քարտ, բայց մեր թողունակությունը 10,000 է։ Չէ, բայց ինչի, բարձա պրինտեր չունենք։ Եվ գտել եմ այդ հարցի պատասխանը, որովհետև ես համոզված եմ, որ շատ մեր հարգելի գործընկերներ մտածել են, ասել են դե հա որոշել են, հո չեն անելու, հեսա կգա հունվարի բանը, դեկտեմբերի 31-ը եւ կհետաձգվի այս որոշման ի կատարածումը, դե որովհետեւ քաղաքական վիճակը նենց է, այս հաջորդ տարի ընտրություններն են, այս կառավարությունն էլ հո բան չի, տենց կգա, կգնա եւ չեմ թաքցնում, այդ ընթացքում տասնյակ առաջարկներ եմ ստացել, որ եկեք այս հետաձգենք եւ նորություն չի։ Ցանկացած բան եւ այս վերջերս ես նամակ եմ գրել մեր մի շարք գործընկերների, որ ասել եմ, որ եթե հետաձգելու աշխարհի առաջնությունը լինի, մեր կառավարությունը կբռնի առաջին տեղը բացարձակ համաշխարհային ռեկորդով, ասենք, ինչքան մեդալ կա կհավաքենք։ Դրա համար է տենց, որովհետև մտածում ենք դե որոշումա, մարդիկ դժգոհ են լինելու, Էստոնիայի մի միջավայրից հարցրացի, մարդիկ գոհ էին, որ նույնականացման քարտը պարտադիր է, նայում են, ասում են պարզա, որ գոհ չեն, բայց այդ չի տրամաբանությունը։ Մենք ցանկացած որոշում, որ մենք խորը համոզված ենք, որ դա պետության շահերից բխող, քաղաքացիների շահերից բխող երկարաժամկետ ռազմավարական որոշում է, հա մենք որոշում ենք եկեք մի հատ վիճակագրություն անենք։ Հա ինչքան ժամկետը մոտենում է, կամած հետաձգենք, երևի հետաձգենք, ճիշտ է հետաձգելն է, երևի հետաձգենք, թողենք բանը ու գալիս է ցիկլը, տոները անցնեն, մայիսը անցնի, ամառը անցնի, սփխեչը անցնի, զատիկը անցնի, սուրբ ծնունդը անցնի, նոր տարին անցնի, պրոբլեմն է նա, որ եւ սփխեչը եւ զատիկը եւ նույնիսկ նոր տարին ամեն տարի կա։ Ամեն տարի հասկանում եք ու հետեւաբար ընդ որում տարին ամեն սեզոնին մենք ունենք տենց մի հատ հետաձգելու բան։ Հարգելի գործընկերներ, ես ասում եմ, չի հետաձգվելու ոչ մի բան, չի հետաձգվելու։ Բացարձակապես այս պահին ինչ ուժի մեջ է ոչ մի բան, այլևս ոչ մի հետաձգում։ Որ նախարարը եկավ ասեց հետաձգենք, ավելի լավ է հրաժարականի դիմում գրի։ Ասում եմ ամենայն լրջությամբ։ Չգաք ասեք հետաձգենք։ Չկա հետաձգում։ Լավ մի անգամ կարելի է, երկու անգամ կարելի է, 3 անգամ կարելի է, 10 անգամ կարելի է։ Ինչքան կարելի է հետաձգել անընդհատ։ Այն որոշումները, որոնք կայացված են, կայացնելիս պետք է մտածենք այդ որոշումների մասին։ Կայացնում ենք, հետո պարզվում է, որ չի լինի իրականացնել, բայց ինչ են կայացրել որոշումները։ Ո՞վ է կայացրել որոշումը։ Ինչի համար է կայացրել որոշումը։ Ու մենք sense բաների մասին չենք խոսում, պետք է խոսենք sense բաների մասին, որովհետև ամեն ինչ բացարձակ ամեն ինչ կարելի է հետաձգել, բացարձակ ամեն ինչ։ Ու միշտ էլ լեգիտիմ պատճառներ կգտնվի։ Շատ լավ։ Հիմա մենք նույնականացման քարտերի հետ կապված պրինտերներ այսօր որոշում կայացնում ենք, եւս 2 հատ պրինտեր ենք բերում, որ նոյեմբերին հասցնենք այդ ամեն ինչը անենք։ Հա? Չէ, մրցույթ այս անգամ շուտ ենք, մրցույթով ենք արել, թե մեկ անձով ենք արել։ Մեկ անձով ենք արել, որովհետև հրատապ եւ ժամանակ չկա, որովհետև ուշ ենք գլխի ընկել, որ տենց հարց կա։ Լավ, ամեն դեպքում։ Բայց էս է ճանապարհը, մյուս կողմից ես չեմ ուզում, որ մենք բան անենք, էլի տենց։ Էս է ճանապարհը, ուրիշ ճանապարհ չկա։ Պետքա գնալ, տեսնել,
հանդիպել խնդրին, լուծել խնդրը եւ գնալ առաջ։ Ուրիշ չէ։ Էդ եմ ուզում արդարացիորեն ասել։ Չկա, իսկապես չկա ուրիշ ճանապարհ, որովհետեւ абստրակտ պլանավորումը ուրիշ բան է, այդ абստրակտ պլանավորածը գետնի վրա դնելը բոլորովին ուրիշ բան է։ Եվ դա նորմալ գործընթաց է, այո, մենք ուղղակի պետք է լինենք հետեւական այդքան բան։ Ու գտնենք հետեւական եւ ստեղծագործ, կան։ Պետք է ստեղծագործ վերաբերվել հարցերին։ Եվ ես ասում եմ, ինչ որ հայտարարել ենք, որ պետք է անենք, ոչ մի բան չենք կարող ուղղակի հետաձգենք։ Եկեք այն ինչ որ չենք հայտարարել, որ պետք է անենք, եւ պետական բյուջեի ամենատարբեր խորշերում, ասենք պետական բյուջեում էլ կան, էլի, լճակներ կան, ասենց, որ ասենք 40 տարի այդ լճակը արդեն ճահիճ դառա, ասենց լրված մնացել է։ Ամեն տարի բյուջետային քննարկումներ, մենք տասնյակ տողեր ունենք, ընդ որում դրանք պարտադիր տողեր չեն, համոզող ես տենց էլ չեմ կարող գտնեմ մեխանիզմը, ոնց գտնենք այդ լճակները մեր պետական բյուջեի, որ ինչ չլինի, ավելանա, պակասի, իրանք ճահճի մեջ sense նստած։ Հանդարտ ապրում են եւ գիտեն ինչ անեն, որ իրանց ոչ մեկ չնկատի, ոչ մեկ բաց, ոչ լավ ասեն, ոչ վատ ասեն, ոչ մի բան։ Նույնիսկ չգիտեն, չիմանան իրանց հիմնարկի տեղը ընդհանրապես։ Ես համոզված եմ, մեր երկրում տասնյակ պետական հիմնարկներ կան, որտեղ տնօրեններ կան, որոնք մոտավորապես վերջին 60 տարի խորհրդային միջնա փլուզվել, հետո բան ա եղել, հետո իշխանափոխություններ են եկել, կառավարություններ են եկել գնացել եւ ես համոզված եմ, որ իրանք վերջին անգամ ուրիշ պետական պաշտոնյա տեսել են իրանց նշանակման օրը։ Միջև իրանք մենք իրանց գոյության մասին նույնիսկ չգիտենք, որ տենց հիմնարկներ կան։ Անկեղծ եմ ասում, չէ՞, գիտեք չէ որ տենց է, բայց խնդրեմն այն է, որ հիմա էլ ուզում ենք բանով, ԱՑ-ով, ոստիկանությունով գտնենք այդ հիմնարկները, չենք կարողանում գտնենք։ Այնպես խորը կոնսպիրացիա է, որ չենք կարողանում։ Գտնենք իրանց բյուջետային տողերը, գտնենք, որ ջնջենք այդ տողերը, չի ստացվում, ոչ մի կերպ չի ստացվում։ Շատ լավ։ Սա կեսկատակ է, բայց ընդամենը կեսկատակ։ Շատ լավ հարգելի գործընկերներ կան այլ դիտարկումներ։ Եկեք ավելի լավա պետք չի։ Համեցեք հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա որոշումն ընդունված է, դե համընդհանուր հայտարարագրի համակարգը հիշում եք, որ առնվազն 3 մարմին՝ ֆինանսների նախարարություն, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն, առողջապահության նախարարություն, չէ, 4 մարմին պետք է ամենօրյա ռեժիմով աշխատել, որպեսզի մատչելի դառնա եւ մատչելի դառնա տեխնիկապես նաեւ, բայց նաեւ կարող է տարօրինակ պետք է սիրելի դառնա մարդկանց համար, որ մարդիկ հասկանան էությունը։ Շատ դեպքերում մարդիկ հակադրության մեջ են մտնում, որովհետեւ բուն էության հետ հաղորդակցվելու հնարավորություններ մենք բավարար չափով չենք ստեղծում։ Շատ լավ քննարկում ենք հարց համար 23-ը Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջև դիմակայուն եւ ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագրի համար Ասիական զարգացման բանկի միջոցներից վարկի տրամադրման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին հարցը։ Զեկուցող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների